Սեդրակ Բաղդասարյանը ծնվել և տարիներ շարունակ ապրել է Բուզանդի փողոցում, տունը կառուցել էր Սեդրակի պապը 1940-ին, սակայն արդեն 10 տարի է Բաղդասարյանների տունը քանդված է։ Իմ տունը գտնվում էր այս հատվածը, որ տեսնում եք, սրա հենց ուղղակի հետևը, նույնպես շինության հետ։ Այո, հենց այդ շինության հետևը։ Այսօր այդ հիշողություններից իմ տան եւ այդ տարածքը, որի մասին մենք խոսում ենք, մնացել է մի հատ ծառ։ Այս ծառը Բաղդասարյանները Երևանի կենտրոնում ապրող այն հազարավոր ընտանիքներից են, որոնց տունը 2000-ականների սկզբներին պետական կարիքների համար, ապա հանրային գերակաշահ ճանաչվելուց հետո օտարվեց նրանցից։ Սեդրակն ընտանիքով արդեն 10 տարի է Վարձով է ապրում։ Տունը երբ քանդեցին, ոչ մի կոպեկ փող չեն տվել։ Մեզ հանեցին գցեցին փողոց։ Կրկնում եմ, ես, կինս, 2 անչափահաս երեխաներ։ Վճռկայացնողը այսօրվա արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն է։ Ի տարբերություն շատերի Սեդրակ Բաղդասարյանը մինչև վերջ պայքարեց դատական այդյաններում, տունը կորցնելուց շուրջ 10 տարի անց 2014-ի նոյեմբերին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը գտավ, որ Հայաստանի Հանրապետությունը Բաղդասարյանների և նրա 2 հարևանի նկատմամբ իրավունքների խախտում է թույլ տվել։ Դատարանը պարտավորեցրեց պետությանը այս 3 ընտանիքին վճարել ընդհանուր 160,000 եվրո։ Գումարը որոշվեց փոխանցել կառավարության մայիսի 14-ի նիստում։ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց իրենց կատարած որոշակի վերլուծություն, ըստ որի 2010-ի հունվարից մինչև 2015-ի մայիսի 1-ը Հայաստանի վերաբերյալ գործերը միեդում եղել են 31-ը, և դրանց կատարման համար Հայաստանի պետական բյուջեից քաղաքացիներին վճարվել է 585,000 եվրո։ Ըստ նախարարի, այլ երկրների համեմատ սա լավ արդյունք է։ Հայաստանը ոչ միայն չի գտնվում վատ վիճակում ընդհանուր պատկերի մեջ, այլ կարելի ասել, որ բավականին բարենպաստ իրավիճակ մենք ունենք։ Նախարարը Հայաստանը համեմատեց Ադրբեջանի, Մոլդովայի, Բուլղարիայի, Հունգարիայի հետ, որոնք ավելի շատ պարտված գործեր ունեն Եվրոպական դատարանում։ Նա վստահեցրեց, որ անելիք կա, բայց վիճակը բարվոք է։ Փաստաբան Վահե Գրիգորյանն ասում է, որ համեմատությունը ամենալավ տարբերակը չէ երկրում մարդու իրավունքների վիճակը հասկանալու համար։ Այն փաստի բերումով, որ Մոլդովայի դեմ կայացված վճիռները քանակով ավելին են, կան Հունգարիայի դեմ կամ Ադրբեջանի դեմ, դա որևէ կերպ արդարացում է նրա, թե ինչու են Հայաստան տեղի ունենում իրավունքի խախտումներ, սա պատասխան չի, կրկնում եմ, սա պատասխանից խուսափել է։ Կայացված վճիռներում գործերից 95%-ից ավելիում հայտնաբերվել է կոնվենցիայի առնվազն 1 իրավունքի խախտում։ Եվրոպական դատարանի վճռով իրավունքի խախտում ճանաչելը նշանակում է, որ այս ողջ համակարգը չի հաջողել այդ քաղաքացուն պաշտպանել։ Գրիգորյանն ասում է, որ համեմատված երկրներում վիճակն առարկայորեն տարբեր է Հայաստանից։ Օրինակ Մոլդովայի տարածքում կա ինքնահռչակ հանրապետություն, որի վերաբերյալ վճիռները ևս վերագրվում են Մոլդովային։ Երբ դուք համեմատում եք պետությունները պետությունների հետ, մարդու իրավունքների Եվրոպական դատարանում կայացված վճիռների վիճակագրության հիման վրա, դուք չեք կարող դեմոգրաֆիայից խուսափել։ Դուք ինչա հունգարական բնակչությունը փորձել եք համեմատել Հայաստանի բնակչության հետ։ Կամ երրորդ օրինակը նայեք։ Գիտեք, ընդհանրապես Ադրբեջանի հետ Հայաստանի համեմատություն անողներին, նամանավանդ երբ նրանք պետության ներկայացուցիչներ են, ես խորհուրդ կտամ մի քայլ ավել մտածել։ Դա ոչ միայն իրավական առումով անիմաստ փաստարկներ են, անմիտ փաստարկներ են, դա քաղաքական առումով անհաշվենկատ փաստարկներ են։ Ինչա փոխվում նրանից Հայաստանում, երբ որ Հայաստանում օրինակ մարդիկ 6000-ով ավելի պակաս են վտարվել իրենց տներից, քան Ադրբեջանում։ Հովհաննես Մանուկյանը կառավարության նիստում անդրադարձավ նաև շրջանառվող այն պնդումներին, որ դատական սխալ թույլ տված դատավորն ինքը պետք է կրի այն նյութական բեռը, որը հիմա վճարվում է հարկատուների գրպանից։ Այդ հարցադրումը կոռեկտ չէ եւ եվրոպական իրավունքի տեսակետից ընդունելի չէ։ Մեր վերլուծությունները նաեւ վերաբերվել են այս թեմային եւ մենք որևէ երկիր կոնվենցիայի անդամ չենք գտել, որը ֆինանսական պատասխանատվություն է նախատեսում մասնավորապես դատավորների համար նման դեպքերում պետության կողմից փոխհատուցվելու պարագայում։ Փաստաբան Գրիգորյանը նկատում է, որ դատավորների պատասխանատվության մասին խոսելիս պետք է գտնել համեմատության համար համապատասխան երկրներ։ Առնվազն ակնկալվում է, որ պետության հետ ներկայացուցիչը պիտի մատնանշի համանման իրավիճակ։ Այսինքն, մատնանշի նույն իրավիճակը, օրինակ, Ավստրիայում,
կամ որևէ այլ տեղ համեմատության համար բերված երկրում, որտեղ մարդիկ շարունակաբար սեփականազրկվել են ներպետական օրենսդրության կոպիտ խախտումներով, ես կրկնում եմ ներպետական օրենսդրության, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կոպիտ խախտումներով, նոր երկրորդ հերթին կոնվենցիայի խախտումներով։ Իհարկե գույքային պատասխանատվության մասին, որը պատասխանատվության բավականին խիստ ձև կարող է լինել, նամանավանդ պատճառած վնասի փոխհատուցման մասով կարող է եւ խոսք չգնալ, բայց ինձ համար առնվազն տարօրինակ է, որ օրինակ տասնյակներով նման գործեր քննած եւ քաղաքացիների սեփականազրկած դատավորները ոչ միայն շարունակել են պաշտոնավարվել նույնիսկ առանց կարգապահական պատասխանատվության ենթարկվելու, այլ նաև բարձրացրել են իրենց պաշտոններում։ Եվ այսօր պաշտոնավարում են շատ ավելի բարձր դիրքերում։ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի պաշտոնական կենսագրությունը փաստում է, որ 2005-ից 2008 թվականներին, այն ժամանակ, երբ Հայաստանի դատական ատյաններում քննվել են Բաղդասարյանի ու Եվրոպական դատարանում հաղթած մյուս երկու գործերը, նա եղել է Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահը։ Ինքը նախարարը ժխտեց դա։ Ձեր ինֆորմացիան թերի է, եթե երեք գործ ուսումնասիրեք, ես այն ժամանակ վճռաբեկ դատարանի նախագահ չեմ եղել։ Արդյոք ձեր անձնական պատասխանատվությունը այդ պատված գործերում չեք նստել։ Ոչ։ Փաստաբան Գրիգորյանը նկատում է, որ Եվրոպական դատարանում Հայաստանի իշխանությունները լուրջ անելիք ունեն, հատկապես Լեռնային Ղարաբաղին առնչվող գործերով, սակայն ռեսուրսները ծախսվում են սեփական քաղաքացիների դեմ պայքարելու վրա։ Մենք մի քանի տասնյակ գործերով վճիռներին ականատես ենք լինելու մոտ ապագայում կապված մարտի 1-ի դեպքերի հետ։ Երբևէ լսել եք, որ որևէ նախարար հանրության առջև հանդես գա անկեղծ խոսքով, որ լրջագույն խնդիրներ են եղել եւ մենք հետամուտ ենք լինելու այդ խնդիրների լուծմանը ներպետական մակարդակում։ Ոչ, մարդիկ շարունակում են պնդել, որ որևէ խախտում չի եղել։ Գլխավոր դատախազը շարունակում է պնդել, որ կատարում է ամեն ինչ 9 սպանված քաղաքացիների գործերով արդյունավետ քննություն ապահովելու համար, մնացած բոլոր ներգրավված պետության կողմից, ներգրավված պաշտոնյաների կողմից քարլռություն է պահպանվում։ Դա չի նշանակում, որ խախտումները վերացել են։ Դրանք նոր թափով հետ են վերադառնալու։ Այս ամենը հանգեցնելու է աղետալի հետևանքների։ Եվ շատ ավելի կարևոր գործերով, որոնք կարող են արտաքին քաղաքական հետևանքներ առաջացնել եւ ծանր հետևանքներ առաջացնել։ Մասնագիտական այս անձեռնահասությունը ոչ մի գրամ հույս չի թողնում կարծելու, որ որևէ հաջողությամբ այդ գործերի դեմ պետությունը հնարավորություն ունենալու պաշտպանվելու, որովհետև ես տեսնում եմ կոնկրետ սովորական քաղաքացիների ներկայացված դիմումների դեմ, քաղաքական բանտարկյալների ներկայացած պահանջների դեմ ինչքան ռեսուրս է ծախսվում։ Ես վստահ եմ, որ այդ ռեսուրսը ծախսվում է շատ ավելի կարևոր հարցերի համար նախատեսված ռեսուրսից։ 10-ամյա պայքարից հետո Սեդրակ Բաղդասարյանն ասում է, որ իրեն տրված 44,000 եվրոյով հազիվ կկարողանա բնակարան գնել քաղաքի ծայրամասում։ Ես երեխաներից ցույց տվեցի, որ արդարության համար պետք է պայքարել։ Երեխաներս վաղը միշտ կհպարտանան իր ծնողներով, իդեմս իրենց հոր եւ մորով, որ նրանք կարողացան արդարության համար պայքարել եւ գրվեցին Հայաստանի Հանրության պատմության մեջ։